իշխանությունը պետք է լինի այնպիսի իշխանություն, որը մտածի անապահով խավերի մասին, այսինքն եւ երեխաների եւ թոշակառուների մասին։ Պետությունը պետք է հոգ տանի նրանց մասին եւ այդ ժամանակ դառնում է սոցիալական պետություն, մեր սահմանադրության մեջ նշված է, որ մենք սոցիալական պետություն ենք եւ այդ անապահով խավերի նկատմամբ պետք է հոգատարություն լինի եւ պետք է ապահովվի այդ ամեն ինչը, բայց տեսեք, այս իշխանությունները այն ինչ որ խոստացել են, եկել են անում են ուղիղ հակառակը։ Իրենք խոստանում էին, որ ժողովրդի համար ինչ որ բաներ են անելու, մարդիկ էլ մտածում են, որ այդ կարգավիճակը, որ ունեն, դրանից ավելի լավ կարգավիճակի են գալու, բայց իրականում ստացվեց ոնց։ Այն ովքեր այդ խոսում էին, իրանց կարգավիճակը լավացվեց, իրանք ստացան պաշտոններ, դարձան ազգային ժողովի падգամավորներ, դարձան նախարարներ, վարչության պետեր եւ այլն, մարզպետներ, իրանց վիճակը լավացավ, իրանք սկսեցին լավ ապրել ու ժողովրդի մասին մոռացան։ Եվ այն ամբողջի գումարը, որ կա, որ հավաքվում է ամբողջ երկրում եւ ձևավորվում է բյուջեն, իրանք բյուջեն օգտագործում են ըստ իրանց հայացողության։ Իրանք որոշել են, որ պետք է լավ մեքենա վարեն, լավ մեքենա են գնում։ Իրանք որոշել են, որ պետք է աշխարհով մեկ ման գան, այդ ծախսերը արվի ժողովրդի հաշվին, այդ թոշակառուների հաշվին, իրանք դա անում են։ Իրանք որոշել են, որ իրանց աշխատավարձները պետք է բարձրացվի եւ ապարքեվավճարներ ստանան մշտապես, իրանք դա ստանում են։ Ոչ թե իրանք մտածում են, որ դա պետք է ծախսվի, որպեսզի ժողովուրդը լավ զգա, այլ իրանք մտածում են, որ իրանք պետք է լավ զգան, որովհետեւ իրանք պահում են իրանց իշխանությունը։ Բռնապետությունները սովորաբար այդպեսին են լինում։